Բարեկամներ, բարի լույս, այսօրվա բարի լույսը սկսում ենք Phipps բուսաբանական այգուց, որտեղ յուրաքանչյուր տարի այցելում է գրեթե կես միլիոն մարդ։ 19-րդ դարի վերջում հիմնադրված այս այգին Փիթսբուրգի մեծահարուստ Հենրի Փիփսի նվերն էր իր հայրենի քաղաքին։ Իր գոյության 120 տարիների ընթացքում այգին վերածվել է մի կենտրոնի, որտեղ բնության պահպանումն իրական արվեստի է նմանվել։ Այստեղ մարդիկ գալիս են ցուրտ ձմռանը արևադարձային բնության շունչը վայելելու, այցելում են երեխաների հետ ծանոթացնելու նրանց աշխարհի գեղեցկությանն ու բազմազանությանը։ Ամռանն այստեղ ձեզ կսովորեցնեն, թե ինչպես պահպանել զարմանահրաշ խոլորձի կամ աճեցնել գաճաճ բոնսայի ծառեր։ Այգու 13 տաղավարներում շրջելիս կարելի է պտույտ կատարել աշխարհով մեկ։ Հենց այստեղ Փիթսբուրգի ցուրտ ձմեռից դուք կարող եք մուտք գործել շոկ անապատ։ Անապատում, ի տարբերություն շատերի կարծիքի, կյանքը նույնպես շարունակվում է։ Ուղղակի այստեղի բույսերը սովորել են բավարարվել ջրի նվազագույն քանակությամբ։ Այստեղի կակտուսներն ու հյութալի բույսերը փորձում են իրենց մեջ կուտակել ջրի հնարավորինս մեծ քանակություն, որն էլ պաշտպանում են փշոտ մակերեսով կամ թույնով։ Դրանցից ոմանք նույնիսկ այնքան թունավոր են, որ Աֆրիկայի որոշ ժողովուրդների կողմից օգտագործվում են թունավոր նետեր պատրաստելու նպատակով։ Իսկ ահա այս պերճածաղիկներից Մեքսիկայում տեկիլա են պատրաստում։ Լինի ամառ թե ձմեռ, այստեղ միշտ տաք է եւ միշտ գեղեցիկ, սակայն ով է ապահովում այդ գեղեցկությունը։ Եկեք հանդիպենք այդ մարդկանց։ Այգու տաղավարների դիզայնով զբաղվող Լորա Շոքը պատմում է, որ տաղավարներից 5-ը պարբերաբար փոփոխվում եւ վերադասավորվում են։ Յուրաքանչյուր նոր տաղավարի նախագծի իրականացումը պահանջում է տասնյակ մարդկանց ամիսների աշխատանք, սակայն ի վերջո ջանքերը հատուցվում են փայլուն արդյունքներով, նշում է Լորա Շոքը։ Այսպիսի ձմռան մռայլ օրերին մարդիկ գալիս են մեզ մոտ, տեսնում գույնզգույն ծաղիկներ եւ ուրախանում։ Դա է իրական պարգևը, ասում է Լորան։ Is it more difficult to take care of orchids than, for example, of succulents or cactuses? Are they more fragile? Ջորջը Ուալը վերջին 28 տարիներին եղել է խոլորձների օրխիդեաների տաղավարի պատասխանատուն։ Նրա խոսքով, չնայած նուրբ տեսքի, այս ծաղիկը բավականին դիմացկուն է եւ կարող է հեշտությամբ աճեցվել տան պայմաններում։ Դա հին լեգենդ է, թե խոլորձը նուրբ ծաղիկ է, եթե դուք ապահովեք այն ճիշտ քանակի պարարտանյութերով, ջրով եւ ջերմաստիճանով, այն կապրի ընդմիշտ, ասում է Ջորջը Ուալը։ Փիփսի բուսաբանական այգու հպարտություններից մեկն է բոնսայի գաճաճ ծառերի տաղավարը, որը վերջին 2 տասնամյակների ընթացքում ղեկավարում է Քևին Հաքեյը։ Նրա խոսքով բոնսայի ստեղծման գաղտնիքը համբերատարությունն ու աշխատասիրությունն է։ Գեղեցիկ գաճաճ ծառը պահանջում է տարիների աշխատանք։ Դուք վերցնում եք մինչև կես մետր բարձրության երիտասարդ ծառ եւ այն սկսում բոնսայի դարձնել։ Սակայն եթե ծառը չափից ավելի երիտասարդ է, այն բարդ կլինի բոնսայի վերածել։ Եվ մի մոռացեք, որ լավ է ջրել քիչ, քան չափից ավելի, ասում է Հաքեյը։ Փիթսբուրգում գտնվող Phipps բուսաբանական այգին քաղաքի ամենագեղեցիկ տեղերից մեկն է։ Այն իզուր չեն դրախտ անվանում։ Բարեկամներ, այսօրվա համար նախատեսել էինք այսքանը։ Թող ձեր կյանքը նույնպես միշտ լինի գույնզգույն եւ ուրախ։ Եթերում էր Ամերիկայի ձայնը Փիթսբուրգից։